Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք իրազեկ քաղաքացիների միավորում ծրագրի համակարգող Դանիել Իոնիսյանին։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Ողջույն։ Զրուցելու ենք նախընտրական այսպես ասենք անցուդարձի մասին, որովհետև ես օրերս հենց տեսա ձեր Facebook-յան էջում արդեն հրապարակել էիք նախընտրական զգուշացնող պաստառ, որը զգուշացնում էր զերծ մնալ ընտրակաշարքներից։ Ճիշտ ասած, մի քիչ Դա զարմացա։ Facebook-ում չենք հրապարակել, դա Լորվա մարզում փակցրել ենք մայրուղու վրա, Facebook-ում Լորվա մարզում փակցրածը, եւ ճիշտ ասած, մի այսպիսի հարց, միթե ընտրակաշարքները որպես այդպիսին ակտուալ են, որովհետև ես իմ հիշելով 2018 թվականից այն կողմ էր, հա, դեպի հիշողություն էր կարծես անցել այս թեման։ Իհարկե, ասենք 17 թվականի ընտրությունների համեմատ շատ ուժեղ կա տարբերություն քանակների մեջ, դա անելու զգուշավորության մեջ, որովհետև հիմա պետությունը դրա դեմ պայքարում է, այն ժամանակ պետությունը դրա դեմ դա կազմակերպում էր։ Բայց երևույթը ցավոք սրտի դեռ կա։ Մենք 18 թվականի ընտրական ռեֆորմների սահմաններում շատ ուժեղ փոխեցինք կարգավորումները, թե քրեական օրենսգրքի, թե մի շարք այլ օրենսգրքերի ընտրակաշարքը Հայաստանում դարձել է ամենախիստ պատժելի արարքներից։ Ասեմ ավելին, Հայաստանում ընտրակաշարքի համար սանկցիաները ամենախիստն են ամբողջ Եվրախորհրդի տարածքում։ Ընտրակաշարք տալու համար մինչև 8 տարվա ազատազրկում, ընտրակաշարք վերցնելու համար մինչև 7 տարվա ազատազրկում։ Դա իրոք ամենախիստ կարգավորումներն են, որովհետև մենք ունենք ընտրակաշարքի հետ կապված շատ վատ տրավմա, եթե կարելի ասել։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ դեռևս մարդիկ այդ ռիսկին գնում են եւ դա անում են։ Այդուհանդերձ հետո նայած ինչը, հա, օքեյ, ծրարով գումար որպես ընտրակաշարք վերցնելը մի բան է, չգիտեմ, ժամանակին կհիշեք, երբ որ ցույցեր էին անում, անդիմությունը խոսում էին, ես պարզապես, այսպես ասենք, հա, հանրային զրույցներ եմ ձեզ ներկայացնում, ոչ մի ապացույց չունեմ, կարող է եւ մաքուր զրպարտություն է, բայց այդուհանդերձ խոսում են, որ օրինակ որոշ մարդկանց խոստանում էին, ովքեր on-line կազինո են խաղում, իրենց հաշիվները լիցքավորեն, հա, ինչ որ այսպիսի հնարավոր ընտրակաշարքը եւ ընտրակաշարքը կամ ապօրինի վճարը, լինի դա ընտրակաշարք, լինի դա ցույցին մասնակցելու համար նյութական շահագրգռում, ինչը իմջալուց եւս Հայաստանում քրեորեն պատժելի է, լինի դա, չգիտեմ, ցանկացած այլ ապօրինի վճար, թե կուզես կոնտեքստի դուրս պարտադիր չի լինի սենց քեշով։ Կարա լինի, չգիտեմ, կազինոյի հաշիվ լիցքավորելով, կարա լինի կոմունալներ վճարելով, կարա լինի, չգիտեմ, այդ ԱԶ-ի փոխարեն հարկերը վճարելով, կարա լինի ինչ որ ծառայություն մատուցելով, կարա լինի տարբեր ձևերով։ Սա շատ դրսևորման հարց է, ամբողջը ընկնում է քրեական օրենսգրքի այդ կարգավորման տակ, եւ ամբողջը մեծ հաշվով նույն երևույթն է, որտեղ ամբողջ խնդիրը այն է, որ ընտրողը պետք է ինքնուրույն որոշի, թե ինքը ում է քվեարկում։ Չի ուզում քվեարկի, սերն Աստծո, թող չքվեարկի։ Իհարկե ցանկալի չի, ցանկալի է, որ բոլոր ընտրողները մասնակցեն պետության կառավարմանը, բայց որույթը պարագայում դա չեն ընտրակաշարքով, որտեղ եթե դու ընտրակաշարք ես վերցնում, արդեն քաղաքականություն դա առևտուր է, քեզ առնում են։ Եվ եթե քեզ առնում են, քեզանց ինչ որ բան ստանալու են։ Նորմալ ստանալու են ոչ միայն քեզանից, այլև քո երեխեքի, ամբողջ հասարակությունից, բոլորից են ստանալու։ Եվ դրա համար ընտրակաշարքը քրեորեն պատժելի է, դրա համար ընտրակաշարքը համարվում է շատ վտանգավոր արարք։ Ընդդիմությունը, չեմ ասում ամբողջ ընդդիմությունը, բայց այսպես ասենք, ընդդիմադիր դաշտից որոշ այսպես հանրային հայտնիություն ունեցող մարդկանց շուրթերից հնչում է նաև մեղադրանք, որ լավ, ընտրակաշարքին դեմ եք, բայց ընտրություններին ընդառաջ պետական համակարգը որոշեց, որ պետք է բարձրացնի 10,000 դրամով թոշակները, հա։ Ինչու սա ընտրակաշարք չէ, իսկ պայմանավորվածությունը, որ ես ձեր փոխարեն ձեր կոմունալները կմուծեմ, ընտրակաշարք։ Տեսեք, ընտրակաշարքի պարտադիր պայմանն է պայմանավորվածությունը, որ այդ վճարի դիմաց քվե է տրվում։ Այն ինչ որ կապված է թոշակների, ընդ որում ընտրակաշարքը կարող է ինչ որ բան տալ կամ ինչ որ բան տալ խոստանալը։ Խոստանալ լրիվ հավասարեցված է տալուն։
Եվ այս տեսանկյունից թոշակ բարձրացնելը կամ թոշակ բարձրացում խոստանալը դա կարող լինի պոպուլիզմ, դա քաղաքականություն է։ Հիմա կան երկրներ, որտեղ օրինակ կառավարությանը արգելված է ընտրություններին ընդառաջ, ընտրությունների նախորդող, ասենք, ամիսների ընթացքում սոցիալական ծրագրերը մեծացնել։ Օրինակ Մեծ Բրիտանիայում։ Հայաստանում արգելված չի, դրանից էլ օգտվում են կառավարությունը, քաղաքական գործիչները։ Նկատի ունեմ դա ընտրակաշարք չի, որովհետև բոլոր թոշակառուների հետ չկա, չէ՞, պայմանավորվածություն, որ այդ ձեր թոշակը կբարձրացնենք, եթե դուք մեզ քվեարկեք։ Եթե չքվեարկեցիք, այդ ձեր թոշակը չենք բարձրացնի։ Հա, այսինքն իհարկե սրա մեջ կա որոշակի խորամանկություն, որոշակի միտում գրավել ընտրողին, բայց չենք կարող հաշվել ընտրակաշարք, որովհետև երաշխավորված չենք, որ կարող է բարձրացնել թոշակները, բայց միևնույն է տատիները պայմանավորվածության պահը չկա այդ բոլոր տատիկ-պապիկների հետ, պայմանավորվածության պահը չկա, որ այ թոշակը բարձրացնում են քվեի դիմաց, եթե այ դու մեզ քվե չտվեցիր, քո թոշակը չենք բարձրացնի, իսկ այն մեկով քվե տվեց իր թոշակը բարձրացնենք, դա ընտրակաշարքի պարտադիր պայմանն է, էլի։ Մեկ այլ, այսպես ասենք, որոշակի դեբատների անգամ հասնող քննարկումներ կան, դա դրսում ապրող հայերի գալ, քվեարկել, մի մասը ասում է, որ սա նույնպես մախինացիաներ են, հա, ընտրության ընթացքում, մյուս մասն էլ մարդկանց ասում է, իսկ եթե նա հայ է, իսկ եթե նա ՀՀ քաղաքացիություն ունի, ինչու ոչ, եթե ինչ որ, չգիտեմ, կուսակցություն կամ ինչ որ ուժ կամ ինչ որ անհատ առաջարկում է նրանց բերել, ինչու չգան չքվեարկեն իրենց սրտով, եթե համաձայն են։ Ինչպես է նման այս իրավիճակը ունի երկու կոմպոնենտ, երեք կոմպոնենտ։ Առաջի կոմպոնենտը դա գլոբալ տեսական քննարկումն է, թե ովքեր ընդհանրապես պետք է կարողանան քվեարկել եւ արդյոք մարդիկ, որոնք տենց բնական կապի մեջ չեն Հայաստանի հետ, ասենք ջեմ 20 տարի արտագաղթել են, տենց տարին մեկ գալիս են արձակուրդ ստեղ անցկացնելու, բայց քաղաքացիություն ունեն ու իրան գալիս են քվեարկելու եւ նաեւ որոշելու այն մարդկանց ապագան, ովքեր ստեղ են ապրում։ Ավելի շատ են մարդկանց ապագան, քան իրանց ապագան, որտեղ իրանք մեկա դրսում են ապրում։ Սա գլոբալ տեսական քննարկման հարց է, որում սահմանադրական ռեֆորմի սահմաններում քննարկման հարց է եւ ոչ ընտրություններ, որտեղ սահմանադրությամբ ամեն դեպքում կա կարգավորում, ամեն քաղաքացին կարող քվեարկի եւ բնականաբար մոլորակի գործերում ուզում է լինի, կարող գա եւ քվեարկի։ Երկրորդը տենա, թե արդյոք իրանք իրանցով են քվեարկում, թե իրանց դրա համար տալիս են ընտրակաշարք։ Եթե իրանք իրանցով, եթե չգիտեմ, Նոր Զելանդիայում կամ Վլադիվոստոկում կամ Լիսաբոնում նստած հայ կա, որ ուզում է գա ընտրություններին քվեարկի եւ գնա, հիսերն Աստծո խնդրեմ։ Բայց եթե ինքը դա անում է, որտեվ իրան կաշառք են տալիս, որտեվ իրան ավիատոմս են առնում, ավիատոմսն էլ դա անվճար ծառայության մատուցում է, եթե տեղը ավիատոմսն առնում, դա էլ է կաշառք։ Նորմ Ռուսաստանի հայերին որ տալիս են, մենակ ճանապարհածախսը չեն որ տալիս, շատ ավելի շատ են տալիս, էլի, այսինքն ճանապարհածախս, համ վճար, հենց որպես վճար եւ այնտեղ խոսքը մոտ մի 100,000 ռուբլու մասին է մարդը, ինչը դրամով տենց մի 450-500,000 դրամ է երևի հիմիկվա կուրսով։ Եվ սա է խնդիրը, այսինքն խնդիրը է ընտրողի վրա ապօրինի ազդեցությունն է։ Եվ երրորդ խնդիրն այն է, որ սա, երբ որ մենք խոսում ենք կոնկրետ Ռուսաստանի դեպքում, սա ոչ թե պարզապես ընտրակաշարք է, սա Ռուսաստանի միջամտություն է Հայաստանի ընտրություններին, որտեղ Ռուսաստանում դա կազմակերպվում է ոչ թե ինչ որ մեկը որոշում է, որ այ ինձ շատ է դուր գալիս X կուսակցությունը, հա, քան որ հայրենիք կուսակցությունը հայտարարել որ չի մասնակցելու ընտրություններին, հայրենիք կուսակցության օրինակը բերեմ, որ ոչ մեկ չնեղան, հա։ Ենթադրենք մեկը ասում է, այ հայրենիք կուսակցությանը ես շատ եմ սիրում, արի ես քեզ փող տամ, դու գնա հայրենիք կուսակցությանը ընտրի։ Դա ընտրակաշարք է։ Եթե դա նորից տեսականորեն հայրենիք կուսակցությունը, որտեղ իրանք հայտարարել են, որ ընտրություններին չեն մասնակցում, դրա համար իրանք օրինակը բերում։ Իսկ եթե դա արդեն ուրիշ երկրի պետական մարմինները կազմակերպում են, հավաքում են հայերին, հավաքում են հայ բիզնեսմեններին, ստիպում են, ասում են, դուք ձեր ենթականերին պիտի ուղարկեք Հայաստան, մարդը 100,000 ռուբլի պիտի տաք,
Եթե դա չարեցիք, ձեր համար ստեղ խնդիրներ ենք ստեղծելու, ձեր բիզնեսները փակելու ենք, ձեր համար էս խնդիրն ենք ստեղծելու, այն խնդիրն ենք ստեղծելու։ Դա նշանակում է մի հատ ուրիշ երկիր ուղղակի ուզում Հայաստան ընտրությունների արդյունքների վրա ազդի։ Դա ավելի մեծ եւ ավելի վտանգավոր երևույթ է։ Պարոն Իոաննիսյան, մենք ունենք, դուք այնքան հստակ եք խոսում, մենք ունենք փաստեր, որ դա արվում է ուրիշ երկրի պետական մարմինների կողմից։ Այո, մենք ունենք բազմաթիվ փաստեր, մենք ասելով ձեր հկն, մեր հկն։ Ինչ ունի, դրա մասին նաև հայտարարել էր արտաքին հետախուզական ծառայությունը, ինչ ունեն իրանք ես գաղափար չունեմ, բայց մենք ունենք փաստեր եւ մենք ունենք կոնկրետ դեպքեր, կոնկրետ տեղեր, այս պահի դրությամբ արդեն Ռուսաստանի 7 ռեգիոնների վերաբերյալ տեղեկություններ ունենք, օրինակ 3 տեղեկություն ստացվեց Սարատովից, որ արդեն 7-րդ ռեգիոններ, միջև 6 ռեգիոնից տվյալներ են, Սարատովից, որտեղ էլի դա կազմակերպվում է։ Ու որպես կանոն, այո, գնում են լրիվ ուրիշ հարթության որպես կանոն մեզ ահազանգողները հենց այն բիզնեսմեններն են, ում փորձում են պետություն, ում FSB-ն փորձում է պարտադրել։ Այսինքն դա երբեմն սենց հալնում, երբեմն ինչ որ կամ ժողով են անում, կամ հայկական համայնքի ինչ որ կառույցն է ժողով անում, երբեմն որոշ տեղերում եկեղեցին է դա, օրինակ Սարատովում եկեղեցին է դա կազմակերպել, ինչ որ տեղեր հենց ամիջականորեն FSB-ն է կազմակերպում եւ դա FSB-ի շենքում է լինում։ Տեսեք, լրիվ ուրիշ դաշտ է մտնում զրույցը, եթե դա տեղի հայերն են, որոշել են, տեղի հայերը կազմակերպում են հավաք, ասենք անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ։ Համաձայն եմ, դա ուրիշ երևույթ է։ Դրա համար իմ օրինակը պայմանական հայրենիք կուսակցության մասով հենց այդ էր, որ մի դեպքում դա ընտրակաշարք, մյուս դեպքում դա շատ ավելին է։ Եվ դա մենք այս ավելինի հետ գործ ունենք, որտեղ օրինակ ինչ է տեղի ունենում։ Օրինակ X ռեգիոնում համայնքի կառույցը հավաքում է բոլոր բիզնեսմեններին, հավաքին գալիս է ինչ որ մեկը FSB-ից, եւ այդ FSB-ից ինչ որ մեկը հրահանգավորում է եւ նաեւ ներկայացնում է հետևանքները, ինչ կլինի, եթե իրանք դա չանեն։ Կան ռեգիոններ, որտեղ արանքում այդ միջնորդն էլ չկա, միանգամից FSB-ն կանչում բիզնեսմեններին, FSB-ը բոլորին նստացնում են մի հատ սեղանի շուրջ եւ սկսում հրահանգավորել։ Ռեգիոնից ռեգիոն մի քիչ էս պահը տարբերվում է, բայց բոլոր ռեգիոններում ընդհանուրը հետեւյալն է. FSB-ի մասնակցությունը, սպառնալիքները, թեև սպառնալիքները տեղից տեղ տարբեր են, բայց կան, այսինքն չանելու համար հետևանքների հստակեցումը։ Եվ այն որ պետքա իրանք իրանց ենթականներին ուղարկեն Հայաստան, ովքեր որ Հայաստանի քաղաքացիությունն են իհարկե, քվեարկելու համար։ Եվ որ պետքա մարդը 100,000 ռուբլի տան, միջալուց այս գինն էլ, այս թիվն էլ ընդհանուր է բոլոր տեղերից։ Որպես սա դուք ասում եք այն մարդկանց պատմոցով, ովքեր ձեզ զանգահարել են ձեր հասարակական կազմակերպություն եւ ներկայացրել են նման պատմություն։ Այո, եւ խոսքը հենց որպես կանոն, տարբեր մարդիկ են զանգում եւ բայց որպես կանոն կապի են դուրս գալի հենց բիզնեսմենները, ովքեր որ մեղմ ասած երջանիկ չեն այդ իրավիճակով, որտեվ ասում են եղբայր ոնց որ ես չի արել, ինչի համար ինձ սենց։ Հիմա ես սա անեմ, Հայաստանում հանցագործ եմ դառնալու, չանեմ, ստեղ իր ապահների հետ եմ խնդիր ունենալու։ Ու մյուս կողմից էլ որ անեմ էլ ահռելի գումարներ պիտի դրա վրա ծախսեմ, նույնիսկ հաճախ գիտեք որ կոնտեքստում են որ բա հիմա ես ինչ անեմ։ Մեր պատասխանն է որ չգիտենք ինչ անես, որտեվ իրոք բարդ իրավիճակում ես։ Չէ, աննախանձել իրավիճակում են այդ բիզնեսմենները, որտեվ նաև այդ 100,000 ռուբլին, չէ Ռուսաստանի բյուջեից է տրվել, 100,000 ռուբլին էլ ասում են դուք պետք է տաք։ Այդ բիզնեսմենների վրա են դնում այդ 100,000 ռուբլի, մարդը 100,000 ռուբլի վճարել է, որի մեջ այդ ճանապարհածախսը այդքան շատ ճանապարհածախսը մի 20,000։ Իմաստ տեսնում եք, որն է նման գործունեության նպատակը։ Դուք Ռուսաստանը Չէ, որովհետև այնպես չի, որ Հայաստանի կառավարությունը երբևիցե հակադրվել է Ռուսաստանին, երբևիցե։ Նու իրականում հակադրվել է, այդ հակադրությունը շատ նուրբ եւ դիվանագիտորեն է արվում, բայց մենք շատ կախվածության մեխանիզմներ վերջին տարիներին որ Ռուսաստանից ունենք, չունենք, ձերբազատում ենք։
Էլ սահմանային անցակետից սահմանապահներ են հանվում, էլ հապկում անդամակցություն է սառեցվում, էլ զինված ուժերի համագործակցությունը Ռուսաստանի հետ 0-ի է հասնում, այդ թվում սպառազինության գծով, այդ թվում լրիվ ՆԱՏՕ-ի ստանդարտիֆիկացիայի գծով։ Բայց դա այնպես չէ, որ մենք ենք սկսել։ Լավ հարց եք տալիս։ Բայց բաներ կա, որ մենք ենք սկսել։ Սահմանապահներին լրիվ մենք ենք սահմանային անցակետերից հանել։ Բաներին Ցորենի ներմուծումը։ Հայ թուրքական սահմանում կան, հայ-իրանական սահմանում բայց անցակետերում էլ չկան։ Կամ բանը Ցորեն, օրինակ Ռուսաստանը ուներ Հայաստան Ցորեն մատակարարելու մենաշնորհ։ Կոպիտ ասած մենք որ մեզ այդտեղ վատ պահենք, կարելի մեզ թողեն առանց Ցորեն, ինչը հիմա Ղազախստանից ենք, չէ՞։ Իսկ հիմա մենք ունենք անընտրանքներ Ղազախստանի եւ Ուկրաինայի տեսքով։ Ատոմային էներգետիկայի մասով շատ մեծ կախվածության կոմպոնենտ էր դա։ Հիմա արդեն գնում է դրա դիվերսիֆիկացիան։ Իրականում ամենամեծ կախվածությունը, որը Հայաստանը իմջալուց նաեւ Ադրբեջանը ունեն Ռուսաստանից, դա կոնֆլիկտն էր։ Մենք Ադրբեջանի հետ իրար մորթում էինք, Ռուսաստանը տենց այդ կոնֆլիկտը sense ասած այդ կոնֆլիկտը կոնտրոլ անելով մենեջ անելով երկու երկրներին վերահսկում էր այդ կոնֆլիկտի sense ասած դեեսկալացիան նենց չի որ իհարկե Ադրբեջանի հետ դարել ենք բարեկամ երկրներ մեղմ ասած բայց ամեն դեպքում այդ կոնֆլիկտը էապես դեեսկալացվել է եւ այդ դեեսկալացիան էլ Ռուսաստանը շատ ուժեղ թույլատրում է այս մասով այս պրոցեսները Ռուսաստան դուր չեն գալիս եւ Ռուսաստանը եկեք մի բան էլ հասկանանք էլի այս վերջերս հաշվեցինք թե Ուկրաինայում մի գյուղ գրավելու համար նրանք ինչքան ռեսուրս են ծախսում ինչ վերցրեցինք իրենց տարեկան ռազմական բյուջեն վերցրեցինք իրենց տարեկան զինված ուժերի կորուստները ոչ զոհերը ոչ թե բոլոր կորուստները մեջ վիրավոր բանել են զոհերը եւ բաժանեցինք մի տարվա ընթացքում Ուկրաինայից գրաված բնակավայրերի թվի վրա որը տարբեր տվյալներով 160-ից 2025 թվականի համար 160-ից 212-ը 212-ը վերցրեցին ընդորում 212-ը դա Ռուսաստանի պաշտոնական թիվն է որը խիստ ուռճացված է որտեղ կան բնակավայրեր որոնք իրանք ասում են որ գրավել են բայց հետո Զելենսկին գնում է այդ բնակավայրերի սելֆի նկարում վերջը վերցրեցինք ամենամեծը 212-ը հա ռազմական բյուջեն բաժանեցինք այդ 212-ի վրա զորի քանակը 212-ի վրա բաժանեցինք ու ստացանք որ մի ուկրաինական բնակավայր գրավելու վրա միջինում եւ այդ բնակավայրը որպես կանոն ինչ որ գյուղի ավիրակներ են էլի Ռուսաստանը միջինում ծախսում է $700 միլիոն եւ 230 սեփական քաղաքացու կյանք մի գյուղի ավիրակներ գրավելու համար հիմա հարց Հայաստանը Հա, ունի, այդ ուրիշ հարց է։ Ուզում կարող է մեր աչքի նախնդիր երևում։ Այդ նկատի ունեմ այդ ինչքան արդարացավ մի կողմ թողնենք։ Զուտ թվաբանություն անենք։ Հիմա եթե Ռուսաստանը Ուկրաինայից մի գյուղ գրավելու համար, գյուղի ավիրակ գրավելու համար, պատրաստ է ծախսել $700 միլիոն եւ 230 սեփական քաղաքացու կյանք։ Ինչ է ինքը պատրաստ ծախսել Հայաստանում իշխանություն վերցնելու համար։ Ես ընդհանրում եմ շատ ավելի շատ։ Ես իհարկե ավելի շատ ուզում եմ այսօր դրություններից խոսանք, բայց քանի որ եկանք հասանք Ռուսաստան։ Հա, եկանք հասանք Ռուսաստան, չեմ կարող չհարցնել։ Շատ հաճախ է հանրային դիսկուրսում էլ, հա, Ռուսաստանը ուզում է Հայաստանում իշխանություն փոխել։ Բայց եկեք ասма ծուր նստենք, շիտակ խոսենք, հա։ Հայաստանի Հանրապետությունում էլ կան շատ մարդիկ, որոնք ազնվորեն սիրելով այս երկիրը, սիրելով իրենց հայրենիքը, ազնվորեն հավատում են եւ ունեն իսկականից հիմքեր, հա, նման կարծելու, որ Ռուսաստանի Դաշնությունը դա մեծ երկիր է, որը տարածաշրջանում է լինելու, ոչ միտեղ չի վերանալու քարտեզի վրայից եւ լավ կլինի հերավոր ապագայի տեսակետից Հայաստանի Հանրապետության ապագան այսպես թե այնպես, հա, այնտեղ խորացվածության տարբեր աստիճաններ կա, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, չթարսվել Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Թրամփերը այսօր կան, վաղը չկան, իսկ Ռուսաստանը միշտ մնալու է այստեղ, վերևում։ Եվ սա ուզում եմ ասեմ, սա այնքան էլ դրսի ներսի process չի։ Ներսում էլ կա դա։ Եվ ազնվորեն եմ, իրոք կան մարդիկ Եվ շատ ճիշտ եք ասում, ինչ որ մարդիկ համարում են, որ պետք է շատ կապված լինենք Ռուսաստանի, ինչ որ մարդիկ համարում են, որ պետք է քիչ կապված լինենք Ռուսաստանի հետ։ Չնայած ի մոտեցումն է, նա, որ
պետք չի ոչ մի երկրից, հա, որ ասում եմ ոչ մի նկատնում այդ բառացի Ոչ մի։ ոչ մի, հա, այնքան կախված լինել, որ դու այլևս այդ երկրի, ոնց ասեմ, վասալ պետություն դառնաս, կամ վասալ պետության կարգավիճակում լինես, թե չէ կախվածություններ կներեք, ով ումից չունի կախվածություններ, բոլոր երկրներից ունեն կախվածություններ, այդ օքեյ է, հիմա, չգիտեմ, կարանք օրինակ բերենք, թե Ամերիկան ինչ կախվածություններ ունի Վիետնամից, հա, ամերիկացի հագնում են Վիետնամում կարած շորեր, որոնք էժան են, որոնք ձեռնտու են եւ եթե Վիետնամը դադարեցնի Ամերիկա հագուստի մատակարարումը, Ամերիկայում հագուստի գինը երևի կաճի։ Բայց արդյոք այդ կախվածությունը այնքան է, որ Վիետնամը կարողանա Ամերիկա ինչ-որ բան թելադրել։ Իհարկե ոչ։ Հիմա մասած է, որ մեր կախվածությունները Ռուսաստանից այնքան շատ ու այնքան բազմազան են, որ Ռուսաստանը կարողանում էր մեզ ինչ-որ բան թելադրել։ Եվ հիմա շատ հարմար պահ է, քան դեռ Ռուսաստանը թույլ է, այդ կախվածությունները պակասացնել։ Ռուսաստանն ասել մեզ ցորեն ես մատակարարում, շատ լավ։ Մենք ունենալու ենք նաև այլընտրանքներ։ Եթե վաղը քան դեռ դու մեզ էժան գնով ցորեն ես մատակարարում, ամեն ինչ լավ է, մենք քեզանից ցորեն կառնենք։ Բայց եթե դու վաղը որոշես մեր վրա ցորենի գինը, չգիտեմ, երրապատկել կամ մեզ որոշես առանց ցորեն թողնես, իմացի որ մենք սոված չենք մնա եւ մենք քեզանից այլևս ցորենք չենք առնի, մենք կգնանք պայմանական, ասենք 20% ավելի թանկով կառնենք ղազախներից կամ ուկրաինացիներից։ Այդ խոսքը սրա մասին է։ Եվ սա Ռուսաստանին դուր չի գալիս, բայց սա պետք է անել։ Սա պետք է անել, որտեղ կախվածությունները շատ են։ Էլ էներգետիկ, էլ տնտեսական, էլ ռազմական արդեն վաղուց չկա։ Շատ էլ մշակութային մեր կախվածությունները Ռուսաստանից պերեբոր շատ են։ Այդ է խնդիրը։ Պերեբոր բառն անգամ ռուսերեն Դե օգտագործում։ ես ռուսական կրթություն իմ առաջին լեզուն, որը սովորել եմ եղել է ռուսերենը, հետո հայերենն թողներենից բոլորը։ Չէ, ուզում ասեմ եւս մեկ ապացույց, հա։ Այո, այդ մշակույթ, ես որ ասում եմ մշակութային, ես նկատի չունեմ, որ դա ինչ որ անհայտ մարդիկ, ես ինձ էլ նկատի ունեմ, ես օրինակ գրականությունը ամենաշատը կարդացել եմ ռուսերեն լեզվով եւ հիմա էլ ցավոք հիմա քիչ եմ կարդում, իհարկե հպարտանալու բան չի, բայց ցիֆրու կարդում մենակ միջազգային ինչ որ բան կարդում եմ ռուսերեն, մերոնց ռուսերեն թարգմանությունը ինձ քան որ մանկուց տենց եմ սովորել ավելի հոգեհարազատ է, քան անգլերենը, որ արդեն նորմալ քիչ թե շատ խոսում եմ կամ նույնիսկ քան հայերենը, որ վաղուց ավելի լավ գիտեմ, ավելի լավ եմ տիրապետում, քան ռուսերենը, բայց մեկը սովորեմ ռուսերեն կարդալ։ Նկատում եմ դա էլ է ազդեցություն։ Մենք սովորենք ֆիլմերը, հոլիվուդյան ֆիլմերը, մենք սովորենք ռուսերեն նայել օրինակ։ Դա էլ է ազդեցություն։ Նկատում եմ այդ ազդեցությունները չեն դառնալու 0։ Եվ ես հույսով եմ մենք չենք էլ դառնալու Ռուսաստանի, չգիտեմ, թշնամի սկսենք Ռուսաստանի հետ պատերազմ, բայց կախվածությունները պետք է շատ ուժեղ պակասեցնեն, որ Ռուսաստանը չկարողանա մեզ թելադրի։ Բայց որքանով է, հա, նույն ընտրական գործընթացի ծիրում, եթե նայենք, արդարացի, բոլոր ամբողջ ընդդիմությանը պիտակավորել որպես Ռուսաստանի 5-րդ շարասյուն։ Որտեւ նման զրույցներ արդարացի չի։ Արդարացի չի եւ գիտեք, այս խոսակցությունը Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին չէ, այս խոսակցությունը Ռուսաստանի մասին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ընդ որում այդ հարցը դուք չտվեցիք, բայց դրան էլ անդրադառնամ։ Երբ որ Ռուսաստանում պարտադրում որ պետք է գնան Հայաստան քվեարկեն, ոչ միշտ են քաղաքական ուժի անուն տալիս, բայց երբ որ տալիս են, մի ուժի անուն չեն տալիս, երկու ուժի անուն են տալիս։ Այսինքն այստեղ խոսակցությունը, ընդ որում երբ որ քաղաքական ուժի անուն չեն տալիս, երբ որ անուն չեն տալիս, ինձ չուն ասում են հետո կասենք էլի։ Այսինքն իրենք ուզում են տեսնեն Հայաստանում ում վրա է իրանց ավելի շահավետ լինելու ստավկա դնելու են։ Այստեղ խոսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերի մասին չի։ Այստեղ սա պատմությունն է Ռուսաստանի միջամտության մասին։ Ընդ որում եթե այդ Ռուսաստանի միջամտությունը չլինի, շատ նոր Հայաստանի քաղաքական ուժերի պահվածքն էլ բավականին այլ է լինի։ ինչի նկատի ունեք։
Դե օրինակ շատ ուժեր ակնհայտորեն երևում է փորձում են Ռուսաստանի դեմ չխոսել, Ռուսաստանին չքննադատել, մաքսիմալ շրջանցել են թեմաները, թե ինչպես է հապկը մեզ գցել օրինակ 2022 թվականին, հա շատ կոնկրետ ջերմուկի դեպքերի ժամանակ փորձում են մաքսիմալ օրինակ այդ թեմաներից շրջանցել շատ ուժեր։ Եվ ոչ միայն այդ թեմաներից, տարբեր թեմաներից։ Իսկ ինչից են իրանք վախենում, որ հետագայում, եթե հանկարծակի Դե որոշ ուժեր ուզում են, որ Ռուսաստանի ստավկան իրենց վրա լինի։ հա, հասկացա։ Նկատեմ կարող է այդ ուժերի պահվածքն էլ այլ լիներ, եթե Ռուսաստանի ֆակտորը չլիներ։ Եվ քաղաքական խոսույթներն էլ այլ լինեն։ Իհարկե, եւ քաղաքական խոսույթներն էլ շատ ավելի adekvat կարող է լինեին։ Շատ ավելի adekvat, շատ ավելի ռացիոնալ կարող է լինեին։ Եվ քիչ տենց պոլարիզացված նաեւ։ Շատ լավ, վերադառնանք բուն ընտրություններին։ Դուք ձեր կազմակերպությունը հիմնական ինչ, այսպես ասենք, վտանգներ եք սպասում ընտրությունների հետ կապված։ Շատ են խոսում ընտրական կաշառքների կեղծիքների մասին ասեցինք, բայց նաև հետընտրական հնարավոր process-ների մասին։ Երևի լսած կլինեք ռուսերեն բառ կա, չէ՞, ապրակիդվյուշի վիբրը, ընտրություններ, որոնք շուռ են տալ, այսինքն ընտրությունները կարող են մի կերպ գնալ, հետո կարող է իրավիճակը ավելի սրվել, եւ դա նույնպես ազդեցություն ունենա որոշ քաղաքական process-ների վրա։ Փորձը ցույց է տալիս, որ հետընտրական դեն զարգացումներ, ցույցեր, ինչ որ բաներ լինում են կեղծված ընտրությունների դեպքում։ Եթե ընտրությունները տեղամասերում կեղծվել են։ Եթե հանրությունը, լայն հանրությունը ունի ընկալում, որ ոնց որ մարդիկ քվեաթերթիկը գցել են, տենց էլ արտահայտված է ԿՀ հրապարակած թվերում, ինչքան էլ նույնիսկ եթե արհեստական դրթես, բան միշտ լինում են արհեստական դրթողներ, նույնիսկ Ռուսաստանն էլ մի կողմ դրած, միշտ լինում են ուժեր, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ են վերջ։ Հանրությունը շատ կարող է մի երկու ցույց լինի, բան օքեյ, բայց շատ մեծ ինչ որ հանրային դժգոհություններ չի կարա լինի։ Եթե հանրությունը ունի այն տպավորությունը, որ հայալի ոնց գցել են քվեաթերթիկները, տենց էլ դա էլ արդյունքներն է։ Եվ քանի որ ես չեմ սպասում, որ տեղամասերում ընտրություններ կարող է կեղծվեն, մի տեսակ այդ դարը 10 տարի առաջ անցել է, նույնիսկ հեղափոխությունից առաջ։ Նույնիսկ 17 թվական, չէ, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ արդեն Սերժ Սարգսյանի վերջին ընտրությունները 17 թվականի, 15 թվականի հանրակրվեն, օրինակ տենց լավ կեղծել են ջիգարով։ Բայց 17 թվականի օրինակ պարլամենտական ընտրությունները արդեն կար, բայց ամեն ինչ, այսինքն բոլորին մարդիկ ընտրակաշարքը վերցրեցին, գնացին տեղամաս, հանրապետական կուսակցության քվեաթերթիկը գցեցին։ Դրա համար 17 թվականի ընտրություններից հետո ոչ բողոք կար, ոչ հա նկատեմ նենց չէ ընդհանրապես բողոք չկա դժգոհություն չկար, բայց ինչ որ զանգվածային բողոք, հետընտրական զարգացումներ, բան, տենց բան չկար։ Ի տարբերություն օրինակ 2013-ի նախագահական ընտրությունների Ռաֆայել Հովհաննիսյանի դեմ Սերժ Սարգսյանի մրցապայքարը, որտեղ ակնհայտ էր, որ զանգվածային կեղծիքներ են եղել եւ դրա արդյունքում եղան փողոցային բողոքի դրսևորումներ 2008-ին էլ ավելի ակնհայտ, ինչը էլ ավելի բանի ավելի լուրջ հետևանքներ։ Սա դրա կեղծելու արդյունք, եթե ընտրությունների արդյունքները չես կեղծում, այդ հետընտրական զարգացումները բավական քիչ հավանական են։ Բայց վերադառնալով ընտրությունների կապված վտանգներին, մի քանի վտանգ նշեմ, էլի, մի քանի խնդիր, որոնց դեմ մենք պայքարում ենք, արդեն պայքարում ենք, մտադիր ենք պայքարել։ Մեկը դա օտարերկրյա միջամտությունն է, որի մասին արդեն խոսեցինք։ Մյուսը դա ապօրինի դրսևորումներն են Հայաստանի ներսում, ինչպիսին է ընտրակաշարքը, ինչպիսին է ապօրինի ֆինանսավորումը կուսակցությունների։ Օրինակ, մենք ունենք կարգավորում, որ մի հոգի չի կարա որևիցե կուսակցության տարեկան ավելի քան 10 միլիոն դրամ տա։ Նույնիսկ եթե ինքը շատ հարուստ է եւ նույնիսկ եթե ինքը այդ կուսակցության նախագահն է օրինակ։ Չի կարա 10 միլիոն դրամն է լիմիտը։ Բայց մենք տեսնում ենք ուժեր, որոնք ակնհայտորեն շրջանցում են այդ լիմիտը ու տարբեր սխեմաներով են շրջանցում, մա շատ չսկսեմ այդ սխեմաները նկարագրել երկար պատմությունն է, բայց շրջանցում են եւ դա էլ է խնդիր։ Այդ ապօրինի դրսևորումների մեջ մտնում է նաեւ ընտրակաշարքը, ենթականերին պարտադրելը, հա,
Ենթադրենք մեկը գործատու էր, ենթականին պարտադրում է կգնաք էս ինչին կընտրեք, թե չէ վարձ։ Դե դա ավելի շատ իշխող կուսակցությունն էլա, չէ՞ վերաբերում։ Բոլորի մասով։ Հաջորդը, որը այ կակրաս իշխող կուսակցությանն ավելի վերաբերել, դա վարչական ռեսուրսի չարաշահումն է։ Դա եւս ընտրությունների հետ կապված էական ռիսկ է, որի դեմ մենք մտադիր ենք պայքարել։ Եվ չորրորդը դա քվեարկությամբ չորրորդը միակն է, որը հենց քվեարկության օրվա հենց հունիսի 7-ի մասին է։ Դա քվեարկության օրվա հետ կապված, քվեարկության process-ի հետ կապված տարբեր հնարավոր խնդիրներ, ընդ որում այդ խնդիրները իրենց հերթին բավականին տրոհված են ու massամբ վերադրվում են այս մյուսների հետ։ Այսինքն օրինակ, եթե տեղամասերում տեսնենք, որ օրինակ, եթե շատ ընտրակաշարք են տալիս, ով որ ընտրակաշարք է տալիս, ուզում է իր ենթարկեցված ընտրողին վերահսկի, չէ՞։ Վերահսկելը այ արդեն տեղամասում դրսևորում է ունենալ, փորձելու է գա նայում քվեարկեց, սենց երևույթներ, օրինակ Ռուսաստանի միջամտության սահմաններում կարող է լինեն ընտրական համակարգերի դեմ կիբերային հարձակումներ, կարող է լինեն այլ տենց դրսևորումներ, ընտրությունների օրը կարող են լինել 1000 մի տարբեր, ես չեմ սպասում, որ ինչ-որ մեկ ընտրությունները զանգվածային կեղծելու, բայց 1000 մի տեսակ խախտումներ կարող են լինել եւ կարող են լինել ընտրակեղծիքների, ոնց ասեմ, ընտրակեղծիքների մասին սխալ ահազանգեր, ապատեղեկություններ։ Մենք վաղարշաբաթում ինչ տեսանք, բոլորում վերջերս նոյեմբերի կեսերն էր վաղարշաբաթի ընտրությունները, որ շատ էին, ավելի շատ էին ընտրախախտումների մասին կեղծահազանգերը, քան ընտրախախտումները։ Իմ հիշողության մեջ տենց ընտրություն չի եղել, որ կեղծահազանգերը լինեն ավելի շատ, քան ընտրախախտումները։ Որն է նպատակը ընտրության լեգիտիմության իջեցումը։ Այո, ընտրության ապա լեգիտիմացումը։ Մենք դա մի քիչ Գյումրիում էլ տեսանք, բայց դա Գյումրիում տևեց մինչև քվեարկության օրվան հաջորդող գիշերը, մինչև հաշվարկի գիշերը, որ հաշվեցին, տեսան, որ իշխանությունը պարտվում է, անդիմությունը հաղթում է, միանգամից այդ խոսակցությունը դադարեցին, սկսեցին այդ նույն խոսացողները սկսեցին ասել, որ իդեալական ընտրություններ էին։ Թեև այդ նույն խոսացողները ցերեկը ասում էին, որ 3000 քվե է կեղծվել։ Նույն Վարդան Ղուկասյանը ասում էր, սարսափելի ընտրակեղծիքներ են, ինչ-որ սարսափելի մեծ ընտրակեղծիքների մասներ ասում քվեարկության օրվա ընթացքում։ Մի շարք տարբեր կեղծ դիտորդներ, տարբեր լրատվամիջոցներ տենց ընտրակեղծիքների, սարսափելի ընտրակեղծիքների մասին էին խոսում, երբ որ տեսան, որ ինչ-որ մի ուժ պարտվում է, մյուս ուժը հաղթում է, միանգամից ասեցին, խոսքը փոխեցին, դարավ իդեալական ընտրություններ։ Էջմիածնում վաղարշաբաթ համայնքում ուրեմն 6 կեղծ ահազանգ ա եղել այլանդի փոխարեն քվեարկություն 6-ն էլ կեղծ, որում կեղծ մենք ոնց ենք ստուգում, հենց այդ ահազանգը լինում էր, մեր դիտորդը գնում էր տեղամաս, 2 տեղամաս ես 5 անձամ գնացի։ Սկսում էր նաև խոսել այն առաքելության ներկայացուցիչների հետ, որոնք ահազանգել են դրա մասին։ Ասել այդ ձեր առաքելությունը ահազանգում է, այստեղ այլանդի փոխարեն քվեարկություն ա եղել։ Կասեք ինչ ա եղել։ Ու բարձր իրական ուրիշ բան ա եղել, էլի այտենց եղել է ահազանգ բանի լցոնման TikTok-յան ինչ որ անհայտ ալիք տարածում է վիդեո, որտեղ քվեատուփի վրա բացակայում է կապարակնիքը, խախտում է, իհարկե, պիտի կապարակնիքը լինի, բայց այն որ կապարակնիքը չկա, չի նշանակում, որ ընտրակեղծիք է, որ լցոնում է եղել, որտեղ լցոնումը կանխող մի 150 մեխանիզմ կա, կապարակնիքը այդ 150-ից մեկն է, այն 149 մեխանիզմները հենց կան, ընդորում այդ 149 մեխանիզմների շատերը շատ հեշտ ստուգելի են, որտեղ այդ ամբողջ process-ը կամերայի տակ է, այդ կամերան էլ հետ տալ նայել ինչ է եղել, այդտեղ ներկա են, չգիտեմ, բոլոր կուսակցությունների վստահված անձինք, դիտորդներ, հանձնաժողովի անդամներն են տարբեր կուսակցություններից նշանակված լցոնում անել է տենց բան չի վերջը ու տենց այդ քվեատուփներ այդ քվեատուփի կադրներ որտեղ կապարակնիքը բացակայում էր եւ ասում էր այ լցոնում աստեղ եղել հաշված ժամերը այդ վիդեոն հավաքում է 5 միլիոն դիտում 3 միլիոնանոց երկրում լցոնում վերջին անգամ եղել է 15 թվին 15 թվի սահմանադրական հանրաքվեին բայց մակտի մարդիկ ակտիվ հավատում էին չիմանալով շատ ընտրական կարգավորումների մասին, հավատում էին, որ դա
ոչ թե ընտրախախտում, այլ ընտրակեղծիք, հա, եւ լցոնում ա եղել ու ակտիվ տարածում են այդ վիդեոն։ Սա եւս խնդիր է ընտրությունների արհեստական դելեգիտիմիզացիան, որի դեմ օրինակ նաեւ մեր գործողություններից առանցքային լինելու է այն, որ մենք ընտրողներին ընտրություններից առաջ բացատրենք։ Ինչը կարա թվա, որ ընտրախախտում է, բայց ընտրախախտում չի, իսկ ինչն է ընտրախախտում։ Ինչը կարա ինչն է ընտրախախտում, բայց ընտրակեղծիք չի, եւ ինչն է ընտրակեղծիք։ Որտեւ շատ բան կա, որ ընտրախախտում են։ Ընտրությունները ահռելի process են, որի մեջ ներգրաված են միլիոնավոր մարդիկ, 2000 ընտրական տեղամաս, խախտումներ չի կարա չլինի, պարզա, չէ։ Բայց հիմա պատկերացրեք, ես դիտորդ եմ, ես առանց բեյջի իրավունք չունեմ տեղամասում, առանց բեյջի մտնեմ տեղամաս, դա խախտում է։ Բայց ես որ առանց բեյջի մտա տեղամաս, այդ նշանակում է ընտրությունները կեղծվեցին, չէ իհարկե։ Այս տարբերություններն էլ շատ կարևոր է հասարակությունը իմանա, որպեսզի հասարակությանը խաբելը դժվար լինի։ Որտեւ մենք ուզում ենք, որ եթե լինի ընտրակեղծիք, հասարակությունը իմանա, որ դա ընտրակեղծիք է, եթե չլինի, իմանա, որ դա ընտրակեղծիք չի։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին, բայց ես ձեզ ուզում եմ նախապես դες այդ պայմանավորվել եւս մեկ անգամ այս տաղավարում խոսենք այդ ձեր նշած խախտում ընտրակեղծիք այս ամբողջ կետերի մասին, որպեսզի մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին նախապես, հա, տեղեկացնենք, որպեսզի ավելի հստակ հասկանան ամբողջ process-ը, իրենց իրավունքները եւ փորձեն ահազանգել, եթե իրոք ընտրակեղծիքի կամ խախտման հետ բախվեն։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք գործարար ալիքը տաղավարում Աշխատեցլյան Նախաչատրյանը, այսօր մեր հյուրն էր Իրազե քաղաքացիների միավորում ծրագրի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ։